բարձրացող աչքերի պատճառով հեռուստասերիալում վերադառնալու պահերը երբեմն ավելի ծանր են, քան հեռանալու։ Էլլան բուժման փուլն ավարտած վերադարձել է Հայաստան Նարինեի հետ։ Նրանք առաջին անգամ դուրս են գալիս բակ։ Էլլան նստած է անվասայլակի մեջ, ներքուստ անհանգիստ ու անորոշությամբ լի։ Եվ հենց այդ պահին էլ բակ է մտնում Արմանը, նրա հայացքը բախվում է իրականության հետ, նա քարանում է, գունատվում է, քայլերն ընդհատվում են։ Ներքին ցնցումն այնքան խորն է, որ կարծես ֆիզիկապես գանվում է նույն տեղում։ Էլլան տեսնելով այդ արձագանքը միանգամից ենթադրում է ամենավատը։ Մտածում է միգուցե Արմանը իրեն այլևս չի ընդունում այս տեսքով, գուցե հեռանալու պատրաստություն է տեսնում, բայց Արմանը մոտենում է, հետզհետե վերադառնում է ինքն իրեն, դառնում հին Արմանը։ Նրա ձայնը դողում է, բայց հստակ ասում է. «Ես սիրում եմ քեզ, ես միշտ քո կողքին եմ լինելու»։ Նրա մեջ խոսում է մարդը, այլ ոչ թե իրավիճակը։ Այս խոսքերի մեջ չկա խղճահարություն, կա ուժ, հավատ ու սեր։ Սակայն սրտում նա գիտի, այս ամենը ժամանակավոր է։ Իր ու Սարոյանի պայմանը մնում է ուժի մեջ։ Արմանը պարտավորվել է Էլլայի ապաքինման ճանապարհին լինել նրա կողքին, աջակցել, սատարել։ Բայց երբ Էլլան ոտքի կանգնի ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես, ինքն ընդմիշտ կհեռանա նրա կյանքից։ Ահա այսպես է պայմանավորվել Արմանը Սարոյանի հետ։ Եվ Արմանը հարգում է այդ պայմանը, նույնիսկ եթե այն հակասում է իր կամքին ու սրտի ցանկությանը։ Նարինեն տեսնելով, թե որքան նուրբ է Էլլայի ու Արմանի շփումը, թե ինչպես է Արմանը ուշադիր, սրտացավ ու անմիջական Էլլայի հանդեպ, միանգամից զանգում է Սարոյանին։ Ասում է, որ Արմանը չի հեռանում Էլլայի կողքից։ Սարոյանը լսելով այս ամենը պատասխանում է հանգիստ, թե Արմանը գիտի ինչ է անում, ամեն ինչ կարգին է։ Նրա ձայնում վստահություն կա, բայց այն Նարինեն կրկին չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Իսկ մյուս կողմում Ռեբեկան դեռևս չի կարողանում հանգստանալ։ Սիրո խոստովանությունից հետո նրա հոգին չի գտնում խաղաղություն։ Նա մեղքի զգացում ունի, կարծում է, որ դա վաճառել է Վահեին, իր նշանածի հիշատակին։ Սերը նրա ներսում բախվում է հավատարմության ճնշող պատին։ Արամը հանդիպելով Ռեբեկային զգում է այդ ներքին պայքարը։ Նա ասում է, որ պատրաստ է անել ամեն ինչ, օգնելու նրան հաղթահարել այս ամենը։ Պատրաստ եմ քեզ ժամանակ տալ, պարզապես մի մերժիր ինձ, թույլ տուր լինել քո կողքին։ Նրա խոսքը մեղմ է ու շատ անկեղծ։ Նա չի ճնշում Ռեբեկային, միայն խնդրում է չփակել դուռը իր առաջ, քանի որ իր ներսում բացվել է մի ուրիշ, շատ խորը ու իրական սեր։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Արմանը Էլլայի ապաքինվելուց հետո, արդյոք իրոք կհեռանա նրա կյանքից անվերադարձ։ Գրեք մեկնաբանություն։ Բարի օր։ Այսօր օրը սկսում ենք էլի պապիկի տնից ու երևի մինչև ուշ էստեղ ենք լինելու։ Չէ, ճիշտ հասկանանք։ Էլի շփվում ես դու։ Այո, նա պետքա տեղը հանեմ, այն օրերի որ չկայի։ Օ, ինչ գեղեցիկ ես։ Oh, thank you. Սիրում եմ քեզ։ Այսինքն հենց նոր դու Հենց նոր ես քեզ էի փորձում։ լսի դու քեզ ում տեղն ես դրել։ Ինչ է նշանակում փորձում էի։ Չեմ կարող։ Աղաս մոժը խմի։ Վայ, ճիշտ անում։ Ճիշտ անում։ Գրացի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ ես մարդուն։ Թափ տուն ամենը։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում։ Որ օրինակ, եթե ես նկարահանման պետք է լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում։ Որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ։ Ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location։ Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Давай. Լավ գործընկերուհի ունեմ, չեք կարա պատկերացնեք։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնենք։ Իհարկե Արսեն ջան։ Բարև բոլորին։
Դուք հասկանում եք, ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։ Տեքստը դարձավ փոխած։ Այս մեկի մեջ է գալանք հայտնվել։ Այս մեկի մեջ էր գալու։ Շարժում անոն քեզ, բայց դրա respond-ի։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած։ Ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում եւ Երևանում։ Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սարայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղում անեմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել, ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։